տարի անց ինչ կարող ենք արձանագրել։ Երբ պատերազմը ավարտվել էր, խոստումներ էր տրվում, որ կբացահայտվի հանգամանքները, մեղավորները կպատժվեն, բայց հարուցված քրեական գործեր կան, որոնց վճիռները մենք դեռևս չենք տեսնում, եւ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն էլ մեծ խոստումներ, ակնկալիքներ ձևավորեց հանրության մեջ, եւ հետո մենք տեսանք, որ ուղարկվեց այն արխիվ։ Ծննդակ օրերից 5 տարի է անցել եւ նոյեմբերի 9-ը մեր հայ ժողովրդի պատմության ողբերգական եւ սև օրերից մեկն է հանդիսանում, այո, ընդամենը նոյեմբերի 9-ից 20 թվականի 1 տարի անց ընտրությունների ժամանակ հոխորտում էր ոմն անձնավորությունը, խոսում էր Արցախի դեօկուպացիայի, Շուշիի դեօկուպացիայի մասին, այդ ծրագրով ներկայացավ հանրությանը, մոլորախաբեց մեր հանրությանը, ստացավ ինչ-որ թվերներ եւ հայտարարակ պատերազմից հետո նորից շարունակեց իր կործանարար քաղաքականությունը, ինչի ականատեսը մենք ենք։ 5 տարի անց խոսում է վերացական խաղաղության օրակարգից, այդ օրակարգը թելադրվում է Բաքվից եւ Անկարայից, հելու հնազանդ իրականացնում է, օր-օրի փոքրացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքները, այս խաղաղության դարաշրջանն է բերել այդ անձնավորությունը։ Իհարկե, հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր, մինչ օրս էլ մենք չունենք պատասխանատուներին, ինչ-որ ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որի զեկույցը մինչ օրս այդպես էլ հրապարակված չէ, սրանց համար չկա սահմանադրություն, չկան օրենքներ, չկան ընթացակարգեր, իրենք ըստ իրենց քաղաքական նպատակարարության հարմարեցնում են ողջ ազգի քաղաքական շահերը իրենց օրվա հրամայականին, այսպես է դրանք ապրում։ Այսօր կարծես թե մոռացության է ուզում տրվել եւ առասարակ որևէ հիշատակում չի արվում, ցավակցություն չի գրվում, նաեւ իրենց Facebook-յան էջերում էլ չենք ասում, որ նաեւ եռաբլուր այց չի լինում, մոռացության տալու այս միտումը խաղաղության օրակարգի համար օրակարգի հատուկ թելադրված քաղաքականություն է, որը կոչվում է հիշողության քաղաքականության իսպար բնաջնջում։ Ես երբ որ եկա արդեն մի քանի ամիս է տեսնում եմ, որ վերանորոգման պատրվակով ինչպես ծիծեռնակաբերդն է փակ այցելուների համար, ինչպես ծիծեռնակաբերդի կոթողն է խոնարհված եւ խայտարակ ձևի վերանորոգման տակ է, այնպես էլ այստեղի մուտքն էր փակված, որպեսզի մարդիկ ուղղակի չայցելեն, մոռացության տրվի։ Ընդհանրապես սրանց օրոք, եթե դուք նայեք, մեր բոլոր հաղթանակները կորսված են, բոլոր հաղթանակների սիմվոլները մեզնից խլված են, իսկ իմ մաղթանքը, իմ հույսը, հորդորը մեր ժողովրդին որն է, որ մենք պետք է վերականգնենք մեր հաղթանակների խորհուրդը։ Նոյեմբերի 9-ը ինչպես է շատ կարևոր հարց է, նախ եւ առաջ չմոռանալով, հասկանալով, որ մեր ազգի համար մենք ունենք դեռ մեր գոյապայքարը ավարտված չէ, հաղթանակների սերունդը գալիս է, ինչպես ասում էր Հայկ Ասատրյանը, տվեք ինձ հայրենիքի համար զարկող ու զարկվող գետ մեկ սերունդ ու ես ձեզ կտամ հավերժական հայրենիք, մենք այդ սերունդը պետք է կերտենք ձեզ հետ միասին, ուրիշ ճանապարհ չունենք։ Փաշինյանն ասում է, այս մտածելակերպը բերել է կորուստների եւ մենք վերջապես կտնենք մեր հայրենիքը եւ չպետք է անընդհատ երազային հայրենիք ցանկանանք, որպեսզի պատերազմներ անընդհատ նաեւ ունենանք եւ կորուստներ ունենանք։ Հիմա այս Հայաստանը պահպանելու հնարավորություններ որքանով կա եւ այն պայմանագիրը, որ կնքվել է, ինչի աշխիքներ է տալիս։ Ես որպես մասնագետ եմ ձեզ ասում, միակողմանի խաղաղասիրությունը ոչինչ չտանող ճանապարհ է։ Այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, դա միակողմանի խաղաղասիրության աղերս է, ուղղակիորեն խնդրանք է, ողորմություն է մեր հարևաններից, որոնք մեզ շրջապատում են։ Այդպիսի խաղաղությունը դա նշանակում է, որ 1, 2, 3, 4 տարի հետո այս իրական Հայաստանը իր հորժորժար սա էլ չի լինելու մեր ձեռքում, որովհետև այն քաղաքականությունը, որ վարվում է, այն տեսլականը, որ իրենք պատկերացնում են, իսկ այդ տեսլականի հաջորդ արարը որն է լինելու, Հայաստանի այս պահին ինքնիշխան տարածքներից էլի որոշ մասի օտարում, մի քանի 100,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցում, այսպիսի տեսլականով այդ խաղաղությունը մեռյալ գերեզմանատանը իդեալական խաղաղություն է, Հայաստանը սրանք վերածում են գերեզմանոցի։